Ղուկաս 2 Հիսուսի ծնունդը և հովիվների այցը Այն օրերին Օգոստոս կայսր կողմից հրաման ելավ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենոսը կուսակալ էր ասորիքում, և բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի, յուրաքանչյուրն իր քաղաքում։ Հովսեփն էլ Դավթի տնից և ազգատոհմից լինելով Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց դեպի Հրեաստան, Դավթի քաղաքը, որը Բեթղեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանված էր և հղի էր։ Եվ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար։ Եվ այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ Եվ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Եվ հրեշտակը ասաց նրանց. «Մի վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդին կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի փրկիչ, որ օծյալ Տերն է, և սա ձեզ համար նշան կլինի, խանձարուրով փաթաթված և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ Եվ հանկարծակի այդ հրեշտակը հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փառք Աստծուն բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ»։ Եվ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկեք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ինչ բան է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։ Եվ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը, և ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։ Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվները ասացին իրենց։ Իսկ Մարիամը այս բոլոր ասվածները պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։ Եվ հովիվները վերադարձան, փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես իրենց պատմվել էր։ Հիսուսի թլպատումը և ընծայումը տաճարին։ Եվ երբ 8 օրերը լրացան և նա թլպատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացել մոր որովայնում։ Երբ որ նրան սրբագործման օրերը լրացան, Մովսեսի օրենքի համաձայն, նրան Երուսաղեմ տարան Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ օրենքում. «Ամեն առուզավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»։ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն, ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու 2 ձագ։ Սիմեոն ծերունու մարգարեացումը և օրհնությունը։ Արդ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդը արդար ու աստվածավախ էր, և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին էր նրա մեջ։ Եվ Սուրբ Հոգուց հրամայված էր իրեն մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ օծյալին։ Նա Հոգով առաջնորդված եկավ տաճարը, և երբ ծնողները բերին Հիսուս մանկանը, նրա վրա կատարելու ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն և ասաց. «Այժմ, ով Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային, ըստ քո խոսքի, որովհետև աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք Իսրայելի, քո ժողովրդի համար»։ Եվ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ ասում էին նրա մասին։ Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան հակառակության, իսկ քո հոգու միջով էլ սուրբ պիտի անցնի,
որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան։ Աննայի մարգարեացումը։ Եվ այնտեղ կար մի մարգարեուհի Աննա անունով, Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից։ Սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն 7 տարի էր ապրել, սկսած իր կուսությունից։ Նա մոտ 84 տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ եւ աղոթքով գիշեր ցերեկ ծառայում էր Աստծուն։ Սա եւս նույն ժամին վեր կացավ, եկավ, գողություն էր մատուցում Տիրոջը եւ խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղեմի փրկությանն էին սպասում։ Եվ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ օրենքի համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց քաղաքը Նազարեթ, եւ մանուկը աճում ու զորանում էր, լի իմաստությամբ եւ Աստծո շնորհները նրա վրա էին։ Մանուկ Հիսուսը տաճարում վարդապետների մեջ։ Արդ նրա ծնողները ամեն տարի Զատկի տոնին Երուսաղեմ էին գնում, եւ երբ նա 12 տարեկան եղավ, տոնի սովորության համաձայն Երուսաղեմ ելան։ Եվ երբ տոնական օրերը լրացան ու նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում։ Եվ նրա ծնողները այդ չիմացան, կարծում էին, թե նա իրենց ուղեկիցների հետ է։ Մի օրվա չափ ճանապարհ եկան եւ նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։ Ու երբ չգտան, Երուսաղեմ վերադարձան, նրան փնտրելու համար։ Եվ 3 օր հետո նրան գտան տաճարում, վարդապետների հետ նստած։ Նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս։ Եվ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստության եւ պատասխանների վրա։ Երբ ծնողները նրան տեսան, հիացան, իսկ մայրը նրան ասաց. «Որդի, այս ինչ արեցիր դու մեզ հետ։ Ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչու եք ինձ փնտրում, չգիտեիք, թե ես հորս տանը պետք է լինեմ»։ Բայց նրանք չհասկացան այն խոսքը, որ նա իրենց ասաց։ Եվ Հիսուս նրանց հետ իջավ ու Նազարեթ գնաց, եւ նա հնազանդ էր նրանց։ Եվ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում, իսկ Հիսուս զարգանում էր իմաստությամբ, հասակով եւ շնորհով Աստծու եւ մարդկանց առաջ։